Բարի երեկո, հարգելի ֆուտբոլասերներ, Վանի եթերը շարունակում է աշխարհի ամենաֆուտբոլային, ամենաուղիղ եթերային հաղորդումը, ռադիոֆուտբոլն է մեր եթերում, այսօր բազմամարդ է մեր տաղավարը, հիանալի անձնավորություններ, ֆուտբոլի գիտակներ են հավաքված մեր տաղավարում եւ շատ գեղեցիկ մի աղջիկ, որի անունը Վերա է։ Ողջույն, սիրելի ռադիոֆուտբոլասերներ, այսօրվա հաղորդումը ինչ է շատ էներգետիկ ենք սկսել, ուրախ տրամադրությամբ, ողջունում եմ բոլորին, այսօր 3 տղաներով եմ շրջապատված, գիտեք արդեն 3 շաբթի օրվան Հաշվելուց միշտ վատ է Վերան, Դանիել մի նեղացիչ Մաթեմատիկան հարազատ մարդկանց չեմ հաշվում, Դանի Արտուր Քոչյանը միշտ 3 շաբթի օրվան 3 շաբթի օրերը Արտուրը միշտ մեզ հետ է լինելու, մենք արդեն 3-ով ենք վարում հաղորդումը, իսկ այսօրվա մեր հյուրն է մեր շատ սիրելի ընկեր Դավիթ Գալստյանը, ով ընդհանրապես մի քանի առաջ իմ գոլեգան էր, հիմա արդեն մենք փորձում ենք Դավիթից հարցազրույցներ վերցնել։ Ազգանունով, անուն հայրանունով դա ասա, որ իմանանք ճիշտը ոնց կլինի։ Բարի երեկո նախ առաջ։ Քանի որ ավելի շատ սկսել ենք ռուսերեն խոսել մեր աշխատավայրում, կապված փոփոխությունների հետ ավելի Անունը հայրանունով, չէ՞։ Եվ Դավիթ Հայրապետովիչ։ Դավիթ Հայրապետովիչ, շատ հաճելի է, բարի երեկո, շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիք հրավերը։ Մի քանի վայրկյան առաջ իդեպ Դավիթը մեր տաղավար եկավ, շատ հետաքրքիր հույսով եմ դա նվերներ են մեզ։ Իհարկե մենք ուղղակի չենք հրավիրում մեր եթեր առանց նվերի։ Դավիթ ասենք որ կարող եք դիտել մեզ ռադիովանի կայքեջում, ռադիովան.am եւ մենք ունենք իհարկե գործընկերներ, ինչպես միշտ դա Ucom ընկերությունն է, իդեպ լավ նորություն Ucom բոլոր բաժանորդների համար նոյեմբերից կհեռարձակվի Match TV-ն, որը գիտենք մեծ հեղափոխություն է կատարում Ռուսաստանում, բոլորից հետաքրքիր է ծինը կանդելակին ինչեր է անելու ռուսական սպորտում, մենք դա կարող ենք հետևել։ Ինչեր են անելու ռուսական սպորտում, բայց դա լավ բաներ չեն։ Կամ աերոբիկա, ինչպես ասում են, եւ ինչպես միշտ մեր գործընկերն է Vivaro ընկերությունը, կատարում ենք խաղադրույքներ հաճույքի համար, այսօր քննարկելու ենք Chelsea-Liverpool խաղը, կատարելու ենք գուշակություններ եւ ինչպես միշտ ունենալու ենք 10 եւ 5000 լարի մրցանակներ այսօրվա եթերի ընթացքում։ Միանշանակ, քանի որ մեր հյուրը հազվադեպ է գալիս մեզ մոտ, Դավիթը եւ հաշվի առնելով ինչ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել բանանցում վերջերս, բոլորիս համար շատ հետաքրքիր է ոնց որ առաջին ձեռքերից իմանալ թե ինչպես այդպես ստացվեց, ինչ նպատակներ են արժևում դրված, իհարկե բազմաթիվ հարցազրույցներին ծանոթացել ենք եւ դրանից էլ ավելի է մեր հետաքրքրությունը ավելացել։ Դավիթ, խնդրում եմ ներկայացրու թե նոր զարգացման ծրագիրը բանանցի, որը երևի մարտավարական լուրջ փոփոխություն է կարելի ասել հեղափոխություն նույնիսկ հայկական ֆուտբոլում, ինչ է իրանից ներկայացնում ամենակարևոր կետերը եւ ինչպես ստացվեց, որ նման փոփոխություններ տեղի ունեցան։ Մենք կտանք խոսքը Դավիթին նա կպատմի, բայց այսօր այսօրվա հաղորդումը մի քիչ այլ ֆորմատի է լինելու, այսօր մենք դերեր ենք բաժանելու եւ այդ դերով լինելու է հաղորդումը, բայց սկզբից իհարկե լսենք թե Դավիթը ինչ կասի եւ ասեմ տղաները այսօր ես համար ունեմ անակնկալ, լավ անակնկալ չէ։ Ուրեմն ամենից սկսած նրանից որ մոտ 3 ամիս առաջ փոխվեց ակումբի մամուլի քարտուղարը եւ այդտեղից ամենակարևոր փոփոխությունից սկսեց Դավիթը դա կատակ քեզ նշանակեցին մամուլի քարտուղար եւ ամեն ինչ սկսվեց դա կատակեց գետը լուրջ ապա ինչպես գիտեք տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն այժմ բացի հայտնի հայ գործարար Օլեգ Մկրչյանից նաև ակումբի համասեփականատեր է նաև եւս մեկ նշանավոր հայ գործիչ Ջևան Չելոյանցը, որը նաև ժամանակին Սպարտակի համասեփականատերից էր եւ խորհրդի անդամ։ Եվ ակումբի գլխավոր տնօրենն է Մոսկվայի Սպարտակի նախկին գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն, դրանից հետո մենք բոլորս սկսեցինք ավելի շատ աշխատել, ավելի տարբեր աշխատանքներ կատարել եւ ակումբը ունի իր առջեւ դրված շատ մեծ նպատակներ, որոնց գլխավորը ակումբի ակադեմիայի այսպես զարգացումն է եւ նոր հունի մեջ տնելն է, դրա համար արդեն Երևանում են իսպանացի 9 մասնագետներ, որոնք տարբեր գործառույթներ են կատարում, սկսած առաջին թիմից, երկրորդ թիմից ավարտական այսպես տարի կոչվող թիմում, ինչպես նաև ընդհանրապես ողջ ակադեմիայում նրանք աշխատելու են միասնական մեծ համակարգով եւ խնդիրները դրված ոչ միայն այսպես առաջին թիմի առջեւ, որը պետք է մրցաշարային հարցեր լուծի, այլ նաև ընդհանուր ֆուտբոլիստներ պատրաստելու խնդիրն է։ Այսինքն փոփոխությունը համակարգային բնույթ է կրում եւ մարզչական շտաբը զբաղվել է ոչ միայն բանացի առաջին թիմի գործերով, այլ նաև
պատանեկան երիտասարդական ֆուտբոլով, ինչքան գիտեմ, առաջին անգամ է, որ իսպանացի մասնագետներ են ժամանում Հայաստան եւ մարզելու են Հայաստանի բարձրագույն խմբի թիմ, ինչպես ստացվեց, որ հենց նրանց հետ կոնտակտի մեջ մտան եւ ովքեր են այդ մարդիկ, ինչ փորձ ունեն, ինչու է հենց նրանց վրա ընտրությունը կատարել։ Ուրեմն գլխավոր մարզիչը բանանցի իսպանացի Տիտո Ռամալյոնը, նա 10 տարուց ավելի աշխատել է Լա Կորունյայի Դեպորտիվոյում եւ գլխավորել է այդ ակումբի երկրորդ թիմը եւ աշխատել է շատ նշանավոր մասնագետների հետ միասին, իսկ վերջին տարիներին նաեւ եղել է Դեպորտիվոյի առաջին թիմի այսպես տակտիկական վերլուծության մարզիչը, զբաղվել է սկաուտական աշխատանքով եւ հենց ինքն է ընտրել մնացած բոլոր մասնագետներին, որոնց նա վստահում է եւ որոնց հետ միասին կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Ինձ հետաքրքիր է, երբ դու տեղափոխվեցիր աշխատելու բանանց, արդեն գիտեիր գալիք փոփոխությունների մասին, թե անակնկալ եք։ Չէ, ես գնում եմ սովորական հայկական ակումբ, որը ունի հիանալի մարզաբազա, բայց չգիտեի, որ այդ մարզաբազան պետք է այսպեսի մեծ թափով այսպես գործի դրվի եւ այսպես ասած հայտնվեցի ալիքի կատարին եւ իրադարձությունների կիզակետում եւ շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ շատերը քեզ հիմա նախանձում են։ Իսկ աշխատանքային առումով լրագրության ոլորտից հետո ինչպես է լինել ակումբի ներսում։ Շատ տարբեր է, ես ասեմ, որովհետեւ այսպես չեզոք անաչար լրագրողից դու ապաստան վերածում ես աչար։ Աչար չէ, բայց մարդու, որը պետք է լավ կողմերով ներկայացնի մեկ ակումբ եւ շատ դժվար է։ Բացի այդ ես այժմ ավելի շատ եմ այսպես ներսից նայում ֆուտբոլին, օրինակ վերջերս ինձ տղաներից մեկը ֆուտբոլիստներից մեկը հարցրեց ոնց է նայվում խաղակողքից, ես ասացի, որ ես այլևս կողքից չեմ նայում, ասել եմ ներսից ես արդեն նայում։ Ներսից գում, բայց դա ես որպես լրագրող կպաշտպանեմ ձեզ, մեզ շատ վատ է, որովհետեւ իմ կարծիքով մեր լրագրողական հայացքը ամենալավն է, քանի որ մենք տեսնում ենք, թե կողքից ինչ է կատարվում, իսկ ֆուտբոլիստները ապրում են այդ ամենով, եւ մի փոքր նրանք չեն տեսնում, թե ինչ տեսքում են նրանք կողքից։ Դավիթ, նաեւ խնդրում եմ, դու նշեցիր, որ մարշական շտաբը փոխվել է։ Հիմա ներսից կարող ես մի քանի այլ փոփոխություն թվարկես, որոնք այսօր արդեն տեսանելի են, այսինքն կամ սովորական ֆուտբոլասերը կամ լրագրողը կարող է արդեն նկատել, որ բանանցում այդ աշխատանքը բերել է ինչ որ տեսանելի հիմա արդյունք։ Ես լսել եմ, որ օրինակ ֆուտբոլասերները շատ են ավելի սկսել հաճախել բանանցի խաղերին։ Արդյոք այդպես է, կան թվեր։ Անկեղծ ասած, դա մենք մեկ տնային հանդիպում ենք ունեցել այս ղեկավարության փոփոխությունից հետո, դա միջև մարզիչների ժամանելն է։ Ինձ համար շատ ուրախալի էր, որ նոր ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրպագուների հետ աշխատանքին եւ այսպես կոնկրետ մենք զբաղվում ենք, այսպես քրտնում ենք, չարչարվում ենք, զբաղվում ենք խաղերի կազմակերպմամբ, այսինքն մենք ունենք տարատեսակ խաղերի ժամանակ միջոցառումներ, խաղարկում ենք մրցանակներ եւ այլն, այսինքն ունենք նոր փոխված երաժշտություն, ունենք ցավոք չմիացրեցինք, բայց եթե բանանցը գոլ խփի հնչել է այս շատ կոնկրետ հետաքրքիր բան է ասում։ Երաժշտությունը մեր թույլ թեման է ֆուտբոլում, խաղից առաջ երաժշտություն։ Եվ շատ նմանատիպ տարբեր հետաքրքիր բաներ ենք մտածել եւ հուսով եմ, որ հաջորդ խաղը ավելի լավ կանցնի եւ ավելի շատ երկրպագուներ կունենանք։ Մեզ այս պահին ուղարկում են գովազդի, կվերադառնանք մի քանի րոպեից եւ կշարունակենք խոսել շատ հետաքրքիր թեմայից։ Շարունակում է ֆուտբոլային թեման եւ քանի որ այսօր Չեմպիոնների լիգայի օր չէ, մենք քննարկում ենք այս պահին հայկական նորությունները։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է Դավիթ Գալստյանը, Բանանց ֆուտբոլային ակումբի մամլոխոսնակը, իսկ Արտուր Քոչյանը արդեն հյուր չէ, նա մեր համահաղորդավարն է եւ այսօր իմ կարծիքով, որպիսի տեսնենք Դավիթ, ինչպես ես դու մերվել քո նոր աշխատանքին, Արտուրը կլինի երկրպագուի դերում եւ դու պետք է համոզես նրան, ինչու նա պետք է 8 ակումբից երկրպագի հենց Բանանցը, ինչ առավելություններ կարող է տալ։ Դա էլ անակնկալ է։ Ոչ, դա հաղորդման ընթացքում է լինել։ Իրականում Դավիթ ջան, ես ասեմ, որ այո, ես երկրպագում եմ, ուղղակի հայկական ֆուտբոլը հիմա այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, ասենց ասած սրտանց չես կարողանում հետևել ամեն ինչին, բայց ինչքանով որ գիտեմ, Բանանցը վերջին հորիզոնականներում է գտնվում։ Եվ ես ուզում եմ իմանամ նոր մարշի գալով ինչ նոր նպատակներ են դրվել ակումբի առաջ եւ արդյոք հնարավորություն ունի Բանանցը այս պահից սկսած ինչ որ մրցանակային տեղ զբաղեցնի վերջում մրցաշարային աղյուսակում կամ արդյոք կա թեկուզ եւ չեմպիոնության հարթ, եթե հնարավոր է։ Իհարկե իրավացի եք դուք, ցավոք պետք է խոստովանել, որ այս առաջին հատվածը Բանանցը ձախողեց եւ գտնվում է 7-րդ հորիզոնականում, որը բնականաբար չի մտնում ակումբի պլանների մեջ։
Արդեն մենք նկատում ենք այսպես ձեռագրային մարտավարական փոփոխություններ նոր մարշի կողմից, բայց նաև նոր ղեկավարությունը չի թաքցնում, որ ձմռանը տեղի ունենալու նաև կազմի փոփոխություն եւ կարծում եմ, որ ձմեռվանից հետո մենք արդեն այլ բանանց կտեսնենք։ Իսկ մրցաշարային աղյուսակում ակումբը շատ է հետ մնացել։ Հիմա գլխավոր շեշտը երևի թե պետք է դնել գավաթի վրա այս պահի դրությամբ, հենց վաղը ուլիսի հետ քառորդի զրապակիչ հանդիպումն է եւ ես համոզված եմ, որ շատ լավ է հանդես գալու բանից այդ խաղում եւ մնացածը արդեն պետք է փորձել շատ հետ չմնալ եւ փորձել արդեն ձմեռվանից հետո հետ բերել կորցրածը եւ պայքարել ավելի բարձր տեղերի համար։ Դեռ ժամանակ կա պայքարելու, բնականաբար առաջնությունում ոչ մի բան կորցրած չէ։ Դավիթ, հետաքրքիր է հետեւյալ հարցը, ըստ նոր նախագծի ավելի շատ շեշտը դրվելու է օտարերկրյա խաղացողների վրա, թե տեղացի կա ինչ-որ առավելություններ այս հարցում։ Ուրեմն պետք է լինի հավասարակշռված վիճակ, բանանցը այսպես մեծ դպրոց ունեցող ակումբ է, որտեղ մարզում են 400-ից ավելի երեխաներ եւ բնականաբար գլխավոր էությունը նպատակը այն է, որ եթե գալիս են արտասահմանցի ֆուտբոլիստներ, պետք է երկու գլուխ ուժեղ լինեն հայերից եւ նրանք պետք է օգնեն նպաստեն հայ ֆուտբոլիստների աճին։ Նրանց գալու նպատակը դա է լինելու, քանի որ ունենալով նման մարզաբազա նման հնարավորություններ չի կարելի միայն լեգիոներների վրա շեշտ դնել կամ հակառակը, քանի որ հայերն էլ միայն իրենցով չեն կարող առաջընթաց ունենալ, խոսքը շեշտը պետք է դնել հավասարակշռվածության վրա։ Իսկ երկրպագուների համար, ասեցիր արդեն աշխատանքներ եք կատարում, որպեսզի ավելի շատ երկրպագուների բանակը ձեր մեծանա, կոնկրետ ինչ-որ հստակ ծրագրեր աշխատանքներ կան կամ դրսի թիմերի փորձի փոխանակում հաշվի առնելով Հայաստանում ինչքան թույլ է ակումբային մակարդակին։ Իհարկե հայ իրականությունը մենք չենք մոռանում, բայց փորձում ենք հնարավորության սահմաններում մենք այսպես շատ ռոպագանդել եւ ավելի հարմարավետ գրավիչ դարձնել մարզադաշտ գալը ֆուտբոլասերների համար, համացան համար ասեմ, որ մինչև այս գալիս են մեր խաղեր մոտ 3-400 հանդիսական, բայց մեր այս աշխատանքից հետո մենք ունենք 1500-ից ավելի հանդիսական 7-րդ տեղում մանավանդ գտնվող թիմի համար, դա շատ լավ ցուցանիշ է կարծում եմ։ Ինչ է կարել, որ այդ 1500-ը գալիս են մարզադաշտ։ Ուրեմն դուք երևի գիտեք թե որքան մեծ այսպես թաղամաս է Մալացիա Սեբաստիան, որտեղ գտնում է բանանցը եւ կարծում եմ մենք անհրաժեշտ աշխատանքի դեպքում կարողանանք մարդիկ հավաքել այդ խաղերին ներկա գտնվելու համար։ Մենք պաստառներ փակցրեցինք ամբողջ Մալացիայում մեկ, նշեցինք, որ խաղարկել ենք լավ մրցանակներ ու հետաքրքիր բան ենք մտածել, ֆուտբոլիստները գնդակներ են նետում երկրպագուներին խաղից առաջ ընդմիջմանը մեր պայստային դարպասապային 11 մետրանոցների մրցույթ էր երկրպագուների կողմից։ Դա շատ լավ ակցիա է, որտեղ ես հիշում եմ ժամանակին Հայաստանի հաղթանի խաղից առաջ ես բռնեցի այդ տշած գնդակը խաղից առաջ եւ միջև հիմա 15 տարի է անցել, դա իմ ամենավառ հիշողություններից մեկն է։ Հիմա պատկերացնում եմ, եթե երեխաները, հանդիսատեսները բռնեն այդ գնդակները, դա էլ իհարկե շատ մեծ հիշողություն է թողում։ Բացի դրանից, զուտ իմ կարծիքով եվրոպական ֆուտբոլը շատ մեծ շեշտ է դնում հենց տեղական, թիմերի քաղաքի այդ տարբեր համայնքների թիմերի տեղացի երկրպագուներով աջակցելու այդ ինստիտուտի վրա, նույն Լոնդոնում, որտեղ կան բազմաթիվ թիմեր, այնտեղ ամեն մի համայնքը իր համայնքի թիմին է երկրպագում։ Երևանում մի քիչ դա հələ կայացած չէ եւ լիքը աշխատանքի տեղ կա, իսկ դուք եզակի թիմերից եք, որոնք հենց այդ շեշտն են դնում։ Ես ուղղակի պատկերացնում եմ, լավ, Վանանցը, Մալացիա Սեբաստիան, մյուս թիմերը, որ համայնքներն են ներկայացնում։ Դե դա կարող մտածենք հիմա։ Գյունիկը կարելի է Ավանին, ինձ թվում է։ Այո։ Կցել։ Մնացածը, օրինակ Միկային, որտեղ Աշտարակ, վերադարձնենք Աշտարակ։ Իսկ ինձ թվում է Միկան Շենգավիթ կամ երրորդ մաս։ Ուլիսը ստեղծենք Ուլիս թաղամաս։ Ինձ թվում է Սարի թաղ, որովհետև հանրապետական մարտադաշտում է, չէ՞։ Համ կարելի է զբաղվել։ Իդեպ Հայկ դու առաջիկայում կարող ես հոդված գրել այդ մասը։ Կբաշխենք Երևանը կբաժանենք այդ մասերի։ Դավիթ, նաև փոխվել է ինձ թվում է քո գալով եւ նոր ղեկավարության գալով հարաբերությունները բանանցի լրատվական, դաշտում PR մարքեթինգային աշխատանքը։ Խնդրում եմ ներկայացրու ինչ է փոխվել։ Ես անձամբ նկատեցի, որ բանանցի օրինակ Edge Instagram-ում հայտնվեց։ Վստահ չեմ, որ բոլոր հայկական թիմերը ունեն Edge Instagram-ում օրինակ, եւ այնտեղ խաղից առաջ, խաղից հետո նկարներ են հայտնում, ինչը իհարկե հետաքրքիր է եւ ստիպում է հետեւել թիմի ընթացքին։ Հակամանույնիսկ։ Խնդրեմ, ինչ աշխատանք է տարում այդ ուղղությամբ։
Իսկապես շատ մեծ ուշադրություն է դարձում, ի տարբերություն ես չեմ ուզում որ բաներ ասել, բայց ես համոզված եմ, որ իմ գործընկերները, ովքեր աշխատում են մյուս ակումբներում, հնարավորություն ունենալու դեպքում իրենք էլ շատ լավ կատարեն աշխատանքը եւ շատ բան կախված է այն հաստատությունից, թե որտեղից դու աշխատում եւ կոնկրետ իմ արժեվ այսպես հաճելի խնդիրներ է դրվում այստեղ, որ պետք է տարածել, պետք է ունենալ այս սոցիալական ցանցում մեջ այն հիմա մենք Մարտադաշտը պատրաստում ենք Շիրակի դեմ հաջորդ խաղի համար եւ այնտեղ մենք ունենք տեղ շատ պատեր, որը մենք փակելու ենք շատ գեղեցիկ բաներներով, որտեղ հսկայական չափով մենք գովազդում ենք մեր Instagram-ի էջը, Facebook-ի էջը եւ նույնիսկ հիմա կունենանք Twitter-ի էջ, այդ էջերի մեծ գովազդները արդեն կարողանաք տեսնել։ Իդեպ ժամանակին, որ եթե չեմ սխալվում, կար բանանցի ֆան շարժում Proud Eagles, չէ՞, նրանք դեռ կան համագործակցություն։ Ուրեմն, երբ որ ես եկա բանը սկսեցի փնտրել այդ հպարտ արծիվներին, ցավոք քչերին գտա, ոմանք շատ զբաղված աշխատում են, ոմանք բանակում են եւ այլն, եւ երևի իրենք չէին պատկերացնում, որ մեծ փոփոխություններ է սպասվում, եւ մենք սկսեցինք հավաքագրել նոր ֆանակումբ, այսպես օգնել մարդկանց, ովքեր ուզում են եւ այլն։ Եվ դրանից հետո երբ հայտնվեցին այսպես նոր ֆանակումբ, իրենք իրենց կոչում են Banans Ultras, եւ դրանից հետո հայտնվել են արդեն հպարտ արծիվներ, նրանք ցանկանում են վերադառնալ, հիմա ես մտածում եմ թե լավ կլինի որ երկու ֆանակումբ չլինի, այլ դրանք ընկերանան եւ համագործակցեն։ Ամենահետաքրքրող հարցը ես չեմ կարող չտալ, բայց մենք ունենք գովազդ, ես կնախապատրաստեմ քեզ Հայաստանում բնակվող 2.5 միլիոն հայերին եւ մեր Սփյուռքի 10 միլիոն բնակիչներին հետաքրքրում էր թե Ֆաբիո Կաբելոն ինչի է ժամանել Banans, ինչ եղավ այդ նրա այցելության ընթացքում, դրա մասին դու կպատմես մի քանի րոպեից եւ մենք ասենք որ գովազդից հետո ունենք մեր մշտական ռուբրիկան կանխատեսումների, հետո կվերադառնանք թեմային։ Վերադարձանք, խոսում ենք ֆուտբոլի մասին, ունենք հեռախոսազանգ, արագ ընդունենք, հետո մենք մերոնցով կխոսենք։ Հետո ես կտամ իմ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Տարոնն է զանգահարում։ Տարոն, լսում ենք ձեզ։ Ես ուզում եի հարցնել Լիվերպուլի դաշտում խաղը լինելու թե Չելսի։ Շատ ինձ թվում էր Banans-ի հետ կապված հարց կլինի, բայց Chelsea, Stamford Bridge-ում է։ Chelsea դաշտում է լինելու։ Շաբաթօրը ժամը 16:45 րոպե։ Կարծիքով 2-1 օգուտ Չելսի։ 2-1 օգուտ Chelsea, Տարոն, գրանցեցինք, բայց մեկ հարց, առանց այդ հարցի չենք կարող։ Բայց մենք այլ հարց ենք այսօր տալու։ Դուք Հայաստանի հայկական ֆուտբոլում ո՞ր ակումբին եք երկրպագում։ Ճիշտն ասած ես Միկայի խաղերին եմ շատ հետևում, բայց Ալաշկերտի խաղերին եմ երկրպագում։ Հաշվի առնելով վերջին փոփոխությունները, կարծում եմ մի փոքր ավելի մեծ ուշադրությամբ նաև կհետևեք Banans-ի գործունեությանը։ Այո, լսել եմ Banans-ի նորանշանակ գլխավոր մարզչի նշանակման մասին, նաև գլխավոր տնօրենը, որ Մոսկվայի Սպարտակի նախկին Բավականին տեղեկացված եք մի խոսքով, եղավ Տարոն, հաճելի դիտումներ։ Ասեմ, որ այսօր խաղի հաշիվը չեն գուշակում, այլ ով կդառնա առաջին գոլի հեղինակ, այդպես է կանխատեսումը 56-0-1, բայց միջև դուք կզանգահարեք, ես կտամ մեկ հարց տղաներին, այսօր տեսնելու ենք ռադիոֆուտբոլի հաղորդավարներն են ավելի խելացի, թե Banans-ի մամլոխոսնակը։ Դեռ Տարոնը զանգեց, ասաց 2-1 հաշիվ, դրանից հետո դու ասցիր առաջին գոլի հեղինակն են գուշակում։ Տարոնին գցելով դուրս այս Տարոնը նորից կարող է զանգել մի քանի րոպեից։ Նորից զանգահարի եւ փորձի գուշակել թե առաջին գոլը։ Կամ քեզ բացառության կարգով Facebook-ում կարող ես մեզ գրել եւ քո պատասխանը կարող ենք ընդունել նաև Facebook-ում։ Եվ հիմա Վերայի հարցին ուշադիր լսում ենք։ Այո, ես որոշեցի այսօր այդպեսի բան անեմ, տեսնեմ թե ով է ավելի խելոք։ Իսպանիայի հավաքականի որ ֆուտբոլիստի անունով է եղել նույն անունով շատ հանրահայտ Ֆորմուլա 1-ի Դա էր անակնկալը։ Ոչ, այսօրվա հաղորդման ընթացքում ես ստուգելու եմ ձեր գիտելիքները, այո, դա է։ Մեր երեքի։ Երեքի։ Բայց մենք հիմա Կապելոյի մասին Ոչ, Կապելոյի հարցը դա կլինի։ Հայկ, ես գիտեմ, որ դու չգիտես հարցի պատասխանը ծրում ես։ Մի անգամ էլ ասա, ոչ Ալոնսոյի, Ֆարինայի։ Դա քո պատասխանն էր, Դավիթ։ Մի հատ էլ հարցը կրկնի։ Իսպանիայի հավաքականի որ ֆուտբոլիստի անունով կար Ֆորմուլա 1-ում շատ հանրահայտ ավտոբուս։ Ոչ։ Իսպանիայի հավաքականի։ Սանսը չի խաղացել հավաքականում։ Ներկայիս գործող։ Ներկայիս գործող կար նույն անունով հայ։ Իդեպ ասում հայ։ Ճիշտ է ասում Դավիթը։ Ոչ։ Անուն ազգանունով։ Նույն անուն ազգանունով։ Նույն անուն ազգանունով։ Այո։ Հիմա խաղում է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը։ Այո։ Սերխիո Ռամոս։ Ոչ։
Վերա, որտեղից ես նման տեղեկատվություն։ Ես որոշել եմ այսօր ձեզ տանջեմ։ Լավ, քանի տանջում ես, մենք մի փոքր ընդհատվենք զանգով։ Բարև ձեզ։ Իսկ դուք գիտեք պատասխանը։ Բարև Ոչ, ձեզ։ այդ դժվար հարցի պատասխանը պետք է երկար ժամանակ խլի մեր ունկնդիրներից։ Լսում ենք ձեզ, խնդրում եմ ներկայացեք։ Գևորգ, շատ հաճելի է։ Անցյալ անգամ էլ ցավոք չգուշակեցիք։ Փորձենք երրորդ անգամ։ Chelsea-Liverpool խաղի վերաբերյալ է մեր հարցը, այդ խաղում ով է դառնալու առաջին գոլի հեղինակ, կամ միգուցե դուք ասում եք 0-0 ելնելու, դա էլ կընդունենք։ Կարծիքով Լիվերպուլը։ Եվ խաղացողի անունը պետք է ասեք։ Խաղացողի Այնտեղ կա Benteke, Շկրտել, Մարտին Շկրտելը, այսինքն Կոստանչի։ անկյունայինից է լինել։ Շկրտելը գրանցեցինք։ Գևորգ, հաջողություն ենք ձեզ մաղթում։ Գևորգ, իսկ իմ հարցի պատասխանը գիտեք։ ոչինչ ասեմ ոչ։ Լավ, շնորհակալություն։ Ակումբներից է Երևանի Արարատի երկրպագունը։ Երևանի Արարատի երկրպագուն, դա էլ Դա էլ գրանցեցինք։ գրանցեցի։ Դավիթը շատ արագ գրանցեց Արտուր, Գևորգյանը, դու որ չգիտես իմ փոխի հետո իր պատասխանը։ նախասիրությունները։ Ես դեռ մտածում եմ, ճիշտ ասած, փորձում էի Google մտնեի, մի քիչ առաջ։ Լավ, 5 րոպե ժամանակ մտածեք ընթացքում, բայց Դավիթ Գալստյան պատմի մեզ ինչու էր Դոն Ֆաբիոն եկել Հայաստան։ Դու հարցեցիր ինչ եղավ, երբ որ եկավ Ֆաբիո Կապելոն, ասեմ որ տրակեցին հեռախոսը։ Քանի որ շատ տարբեր լրատվամիջոցներից զանգեր ստացա, շատերին նեղացրեցինք, հետո ներողություն խնդրեցինք իհարկե։ Դոն Ֆաբիո Կապելոն Երևանը ժամանել պարզապես անձնական այցով, ակումբի բանանցի սեփականատեր Ջիվան Չելոյանցի հրավերով եկել էր Հայաստանը բացահայտելու, տեսնելու, հիանալու, եւ մենք նաեւ կարողացանք այսպես փոքրիկ բան կազմակերպել, նաեւ լուսաբանելու համար այդ ամենը։ Ընդհանրապես այդ կարճ այցելությունն։ Իսկ այդ մշտական բաներից բացի, այ ռադիո ֆուտբոլի եթերում կարող է բացահայտումներ լինեն։ Ինչն է համ տեսեց, ինչ Երևանում տեսավ, ինչը սիրեց, որ մի բան էլ առաջին ձեռքից ասես մեզ։ Ինչ բարեր սովորեց Հայաստանում օրինակ, մի քանի կամ ասես որ կարող է մի օր գլխավորի Հայաստանի հավաքականը։ Կամ ասես որ հայ աղջիկները գեղեցիկ։ Չէ, նման բաներ չասես։ Ոնց։ Միգուցե ասես, բայց երևի Դավիթ իտալերեն լավ չէր հասկանում դրա համար։ Բելլա։ Թարգմանիչն էլ կողքը չէ։ Դա մենք ես շատ կարճ եմ տեսել նրան, համարյա ինչքան որ դուք տեղեկացել եք, միայն տեսա որ նա շատ լավ թրջվեց, քանի որ հորդառատ անձրև էր այդ օրը։ Դե երկու օր չէ մնացա Երևանում։ Այո։ Երկու օրն էլ անձրև է։ Ես նրան տեսել եմ 5 րոպե։ Բայց երկու օր անձրև է։ Եվ նաև չմոռանանք, որ Կապելոն շատ գովեց ենթակառուցվածքները Բանանց ակումբի, դա նաև ասեց ընդգծեց թիմի գործադիր տնօրենը, որ Ռուսաստանում նույնիսկ ակումբներ կան, որոնք նման պայմաններ չունեն, ինչ ունի Բանանց, ինչը շատ հաճելի է բնականաբար, իսկ ում է վերջը պետք է նաև դա այդ ամենը անդրադառնա սպորտային արդյունքների վրա։ Ընդունեցինք հեռախոսազանգը, բարև ձեզ։ Ես նոր ձեզ Ահա, Տարոնն է։ Մենք սպասում ենք անհանգիստ քո ենք։ զանգին, որտեղ իրոք մի քիչ լավ չստացվեց։ Տարոն անուն ասա, անուն։ Ֆրանսիսկ Ֆաբրեգաս։ Սեսկ Ֆաբրեգասը։ Շատ լավ։ Հայք որտեղ ենք մտքել։ Երկու գոլերն է, թե մեկ գոլն է խփելու Սեսկը։ Երկրորդը Վիլյանը կամ Դիեգո Կոստան։ Հա, դա էական չի, մի նվեր է ստանալու, եթե հաղթես, հույս չունենաս երկուսի, բայց մաղթում ենք հաջողություն, Տարոն։ Հայք ապագայի համար ասեմ, որ Սեսկ Ֆաբրեգաս։ Սեսկ Ֆաբրեգաս։ Լավ, հիմա մի տասխալ են գրել։ Լավ, իսկ հետաքրքիր է մշտական կանխատեսումներ կատարող մեր Արտուրը ինչ կասի, ով կդառնա գոլի հեղինակ եւ Դավիթ դու նույնպես կարող ես մրցանակ ստանալ։ Միգուցե թողենք վերջում, ասենք Կամ մի հատ զանգարողներ անուն ասեն, ասա, որ շատ անհավանական է, որ կխաղա այդ խաղում։ որ գոլ կխփի։ Ստերեջը չի խաղալու, կարող ես նրա անունը ասել։ Ես ճիշտն ասած հենց սկզբից ուզում էի ասեի Ադամ Լալանա, որ առաջի գոլի հեղինակ կդառնա։ Բայց եթե զանգարող լինի նույն բանը Ապա ասի։ ցանկացած հարցի սովորաբար Ադամ Լալանն է պատասխանը։ Այո։ Այս անգամ միգուցե դա նաև հաղթանակ բերի։ Միգուցե այս անգամ այլ լինի։ Գրանցեցինք Արտուրը Ադամ Լալանը ասեց։ Դավիթ գուցե դու էլ նույնպես փորձես քո բախտը։ Չէ, եկեք ես չմասնակցեմ։ Լավ։ Լավ, սա արդեն պաշտոնական իհարկե։ Ահա, ես հետաքրքիր նկար է ցույց տալիս։ Ինձ էլ ցույց տվե։ Ինչի անում Դոն Ֆաբիոն, ես էլ տեսնեմ։ Սեսկ Ֆաբրեգասի ոչի նկար է։ Դավիթ նաև բնականաբար նշեցիք, որ աշխատում եք նոր ֆուտբոլասերներ, նոր երկրպագուներ ձեռք բերելու։
Հաշվի առնելով կոմեծ հեղինակությունը Մադրիդի Ռեալի նաև, հա, ֆուտբոլաստերների կազմում երկար Հայաստանյան Մադրիդի Ռեալի երկրպագուների 99%-ը դառնալու է կամ արդեն դարձել է քո աշխատանքի շնորհիվ բանանցի երկրպագու։ Եվ Արտուր, օրինակ դու ավելի ես հետևել իստում է որպես Միանշանակ ավելի շատ եմ հետևելու, ես այն պահից եմ արդեն հետևում, երբ որ Դավիթը այնտեղ աշխատանքի է անցել, որպես նաև Դավիթը մեր հնուց եկած, այսպես ասեմ, Ռեալի ֆան, ինձ շատ հետաքրքիր է Բանանցը եւ նաեւ փոփոխությունները լինելու։ Շատ կուզեմ, որ Բանանցը լինի հայկական Ռեալ Մադրիդը կարելի ասել, եթե իհարկե չեմ սխալվում, հենց ֆորման էլ հա սպիտակի մեջ ունի, շատ լավ կլինի, այո, նաեւ այդ դրսից ֆուտբոլիստներ բերելու ու չհիմնվելու ներքին այդ շուկայի վրա։ Դե կապելուն արդեն եկավ, այո։ ինչ որ մի բան միացրեց ակումբները Ռեալի հետ, հա։ Բայց ասեմ, որ մենք մեր գլխավոր մարզիչ Տիտո Ռամալու հետ շատ այսպես վիճեր ենք ունենում, որտեղ նա Բարսելոնա երկրորդ։ Նա հիշեցրեցի, որ 2002 թվականին, երբ Ռեալը նշում էր իր 100-ամյակը, այդ օրը Դեպորտիվոն եկավ ու զրկեց Ռեալին հաղթեց Սանտիագո Բեռնաբեում, բայց նաև ժամանակին Ռամալի օգնականն էր խաղում, չէ, Դեպորում երկար տարիներ Բեբետոյի հետ միասին եւ Նանդո Մարտինեսը Բարսելոնան զրկեց Նանդո Մարտինեսի 93 թե 4 թվականին չեմպիոնությունից վերջին տուրում, դրա համար Բարսելոնա չեն սիրել իստումանիան։ Ընդունենք հերթական հեռախոսազանգը Ոչ, այսինքն մեր հաղորդմանը հյուրը չեն գա իմ կարծիքով, եթե իմանան, որ դու Բարսելոնայի երկրպագու ես, հա։ Մենք իդեպ կարող ենք այսօր նաև կլասիկոյի պրիվյուն անել։ Երկու Ռեալի, երկու Բարսելոնայի, ну չասեմ ֆանատներ, պայմանականորեն Լաս Պալմասն սիրում, բայց կարող ենք քննարկել։ Իդեպ Լաս Պալմասի խաղն էլ հենց գնացել էր Հայկը 56-0901 մեր հեռախոսահամարն է, զանգահարեք, գուշակեք Չելսի Լիվերպուլ խաղումով է դառնալու առաջին գոլի հեղինակ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Արմեն Գրանցեցինք, արի շատ հաճելի է։ Եվ ձեր կարծիքը Չելսի Լիվերպուլ խաղինով առաջին գոլը կխփի։ Պետք է խաղացողի անունն ասեմ, թե թիմի։ Չէ, խաղացողի, թիմինը շատ հեշտ կլներ։ Չելսին կխփի Ազարը։ Ազարը գոլի հեղինակ։ Տրամբանական է, իսկ իմ հարցի պատասխանը գիտեք։ Ես մի քիչ ուշ եմ միացել, որներ դրը։ Դրա համար նվեր չենք տալի։ Իսպանիայի հավաքականի որ ֆուտբոլիստի անով եղել է հանրահայտ գոնշիկ ասեմ, հա, որ շատ չտանջեմ այդ։ Եղել, իստված հիմա կա։ Արդեն հերոներ։ Չէ։ Լավ, դեռ կսպասեմ, ես դեռ կուսում եմ։ Լավ, ես մի հատ տարբերակ էլ ասեմ, Դիեգո Կոստա։ Ոչ։ Իսկ միգուցե Խորդի Ալբան։ Ոչ։ Էլի ոչ։ Դու մտածեցիր ոնց որ մի քիչ դու չգիտես։ Լավ, նա հիմա անգլիայով է խաղում։ Հա, դե արդեն հեշտ է։ Արդեն պարզ է։ Ով է։ Լավ։ Շարունակում ենք մտածել դեռ, եթե ինչ-որ լավ Ֆաբրեգասն է անգլիայում խաղում։ Սես Ֆաբրեգաս դժվար թե նման անունով Սեսկ, ոչ։ Ֆաբրեգաս չի լինի։ Դավիթ Դեխեա չի լինի։ Ինչ հարց տվեցիր վերա։ Լավ, հիշեցնենք, որ մեր հաղորդման գլխավոր գործընկերներն են Յուկոմ ընկերությունը, որը նոյեմբերի 1-ից սկսելու է հեռարձակել Match TV ալիքը, նոր ալիք մի փնտրեք, Россия 2 այդ ալիքի տեղն է լինելու Match TV-ն, որը հեռարձակելու է բազմաթիվ հետաքրքիր սպորտային իրադարձություններ, կարող եք օգտվել նաև ketchup.io, որը Viva-րի աջակցությամբ մենք իրականացնում ենք Վիկտորինա յուրաքանչյուր հաղորդման ընթացքում։ Զանգարում եք 56-0901 հեռախոսահամարով, փորձում եք գուշակել, թե որ ֆուտբոլիստն է դառնալու Չելսի Լիվերպուլ խաղի առաջին գոլի հեղինակը, կամ միգուցե դուք ասում եք, որ 0-0 է ավարտվելու, դա էլ մենք հաշվի կառնենք։ Ատնում ենք մի քանի տարբերակներ, գնացինք առաջ։ Գնացինք առաջ հայկական ֆուտբոլը թող չհեռանանք հայկական ֆուտբոլից, մի քիչ ակումբային ֆուտբոլից հեռանանք, քանի որ Դավիթը իմ շատ լավ գործընկերներ եւ դեռ կարծեմ քո մեջ դեռ կա այդ լրագրության, հա, այդ ոգին։ Հայաստանի ազգային հավաքականից է ուղղակի երկու հետ քննարկում ենք, փորձում ենք տեսնել թե ինչ տարբերակներ կան, որպեսզի այս ճգնաժամից դուրս գալ, ինքը տեսնում ես, որ ելքով կարող է հավաքականը գնալ։ Բնականաբար հիասթափեց նողել այս ընտրական փուլը, ոչ մի հաղթանակ, իսկ հիշում ենք, թե նախորդ տարի սեպտեմբերին ինչ մեծ սպասումներ ունենք, երբ մեկնարկում էր Տանյա հավաքականը։ Ես հիշեցի անունը։ Այո։ Պետրոյի մասին է խոսքը, հա։ Այո։ 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 Պետրո Դավիթ Սիլվան։ Պետրո Դավիթ Սիլվան բրազիլացին։
Ոչ, Իսպանիայի։ Բայց մա բրազիլացի։ Չէ, ես ասեմ Իսպանիայի։ Դիեգո Կոստան էլ է բրազիլացի։ Այո, դա Պետրո Ռոդրիգեսն է։ Учиться, еще раз учиться։ Դավիթ, ներողություն ընդհատեցին, ուղղակի ինձ թվաց ես հաղթել եմ, բայց ես թափեցի։ Հայկ մրցանակ չկար, այնպես ուրախացա։ Չեմ կարող համակերպել, որ Պետրոն հեռացել է Բարսելոնայից, Անգլիայի գնացել։ Եվ այո։ Ուր հասանք ազգային հավաքականին եւ այո, արդյունքները հաստատապես նոր են եւ պետք է, չգիտեմ, թարմացնել ամեն ինչ, սկսած չգիտեմ, կարող եմ նույն բաներ իմ ասել, թե չէ, մարշչական շտաբից եւ ընդհանրապես պետք է փորձել ունեցած ռեսուրսները կիրառել լավագույն կերպով, ինչը այս շրջափուլում ցանկացած չհաջողվեց։ Իսկ անկեղծ միայն այս հարցն այդտամ եւ փակենք թեման, հավատում ես, որ այս թիմով կարող ենք դուրս գալ աշխարհի առաջության 2018-ի համբային փուլ։ Այո, հավատում ես։ հավատում եմ։ Իսկ դու Արտուր։ Ես ճիշտ ասած հարց էի ուզում տայի, արդարացի համարում ես FAF-ի պահանջները 3 որ կա։ Շատ լավ հարց։ FAF-ի 3 պահանջները։ Ծանոթ ես։ Ուրեմն հիշեմ։ Բարձրակարգ մարզի, չհրավիրվող ֆուտբոլիստներ եւ տոմսերի գներ։ Համաձայն։ Ինչու՞ չէ։ Քանի որ դու արդեն տոմսով ես գրում, չէ՞։ Ինչու՞ չէ նաև բանանցի դրական փորձից կարող է քաղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այսինքն սարի թաղում կախեն պաստառներ։ Ես շեշտել, որ խաղից առաջ հնչող երաժշտությունը շատ մեծ դեր ունի ոչ միայն ֆուտբոլիստների համար, այլև մեր շարքային ֆուտբոլասերների, երբ որ ես լսում եմ միապաղաղ հիմնականում տեղական արտադրության երգեր, որոնց մեջ իհարկե կան նաև լավ հաջող երգեր, բայց այդ դոզան, այսպես ասած, հայրենասիրության, եթե թվում է ՀՖՖ-ին, որ դա հայրենասիրության շուրջ դոզ է խաղից առաջ, դա հակառակ էֆեկտ ունի ընդհանրապես։ Համաշխարհային փորձն է, որ պետք է դրայվով, դինամիկ, հետաքրքիր, գեղեցիկ երաժշտություն միացնել բոլոր նորմալ մարզադաշտերում եւ թիմերում նման փորձ կա։ No campum, ինչպես եւ բոլոր մյուս մարզադաշտերում։ Ես լսել եմ Muse, լսել եմ Coldplay, այո, այդ կարգի։ Վերջին հիթերը, այսինքն կարելի։ Այո, No campum Արա Գևորգյանի Արցախն է, ինչպես ու վերջին խաղին է որ պատվեցին հենց դա է։ Իդեպ նախորդ հաղորդման ասում ենք, ես դիտում էի Գաբալա Բորուսիա խաղը, այնտեղ նույնպես այդ մոտիվներով երաժշտություններ 6 մի քիչ ավելի մուղամոթերով։ Այո, մուղամոթ երաժշտություններ, դրա համար մենք չենք կարող ասել, որ միակ երկիրն ենք։ 560901 մեր հեռախոսահամարն է, եթե ցանկանում եք շահել 10000 կամ 5000 դրամ, զանգահարեք եւ գուշակեք Chelsea Liverpool խաղի առաջին գոլի եղանակ եւ ասեմ, որ այդ խաղը շատ հետաքրքիր է լինելու։ Մենք շաբաթօր հենց դա էլ քննարկելու ենք, որովհետեւ ինչ եղավ այ։ Որտեղ կենտրոնական հանդիպումներից է բնականաբար։ Ոչ, ես ուզում եմ ուղղակի նշել, որ այսօր եւ վաղը տեղի ունենալու գավաթային հանդիպումներ, ինչպես Պրեմիեր լիգայում, այնտեղ հենց լիգայի գավաթն է, լինելու են խաղեր Գերմանիայի գավաթի, 1-8 եզրափակչի շրջանակներում, ինչպես Հայաստանի գավաթի, 1-4 եզրափակչի ուղղակի 1-8 չէ, մեր մոտ 1-8 հնարավոր չէ որ լինի։ Ընդունեցինք հեռախոսազանգը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն մեր նախորդ Վիկտորինայի հաղթողին, թե նախորդ չէ, դրանից առաջ։ Դրանից առաջ, այո։ Ողջույն Գագիկ։ Բայց Գագիկի հետ չենք խոսում։ Գագիկի չէ։ Վերա։ Գագիկն է։ Ոչ։ Ալո։ Վայ։ Վերա, այսօր կոմոդ հաշվելը եւ կրահելը ձայները չի ստացվում։ Խնդրում եմ ներկայացեք, կներեք։ Հովիկ անունը։ Հովիկ, ես գացի որ դուք վախեցաք ներողություն։ Լսում ենք ձեզ, դուք դիտելու եք Chelsea Arsenal, Chelsea Liverpool հանդիպումը։ Միանշանակ։ Եվ ում եք երկրպագելու, ով է գոլ խփելու։ Ճիշտ ասած, երկու թիմերն էլ են ռուսերենում ասած однозначно են, ես իրար չեմ երկրպագում։ Ուղղակի ինձ թվում է նախապատվություն տալիս եմ Chelsea-ին, այսքան վատ խաղերից հետո։ Այն է սեփական հարկի տակ է խաղում։ Այո, գոլի հեղինակ կլինի երևի թե Chelsea-ն ու Վիլյանը կխփի։ Վիլյանը գրանցեցին։ Հովիկ, իսկ դուք դիտում եք Հայաստանի առաջնությանը հետևում եք, որ թիմին եք Հայաստանի առաջնությանը խաղերին չեմ հասում հետևեմ, բայց անկախ ինձանից Արարատ։ Ну դա բնականաբար վաղուց եկած։ Ֆուտբոլիստ։ Իսկ դուք տեղյակ եք վերջին փոփոխությունների հետ կապված Բանանց ակումբում։ Ճիշտ ասած, այո, լսել եմ մարզի հետ կապված։ Մարզիչ նոր սեփականատերեր, կապել ժամանում, այսինքն մի շարք փոփոխություններ։ Ցանկալի առաջ խաղացում լինի։
Շատ ենք ուզում։ Մեր հյուրն է մամլոխոսնակը։ Գոնե Հայաստանը ներկայացնող որևէ ակումբ կարողանա էլ ինչ-որ բան Եվրոպայում անել։ Իսկ ունենք հարց բանանցի մամլոխոսնակին Դավիթ Գալստյանն այսօր մեր հյուրը, ունենք հազվադեպ հնարավորություն հարց ուղղել հենց ուղիղ եթերում բանանցի հետ կապված, օրինակ ինչ ձեզ կհետաքրքրի։ Ճիշտ ասած չէ։ Դեռ նոր են, թող մի քիչ տեղավորվեն հետո։ Հունի մեջ մտնեն նոր, հա։ Այո, հունի մեջ մտնեն, շատ հարցեր կառաջանա իրենց տալու։ Շատ լավ, շնորհակալություն։ Գրանցեցինք ձեր կարծիքը։ Իհարկե բոլոր ունկնդիրներն էլ ցանկանում են տեսնել հայկական ակումբ Եվրագավաթներում, իսկ ում այստեղ ակումբային նախասիրությունները բոլորս էլ մի կողմ ենք դնում, հայկական ֆուտբոլի հետ կապված։ Ցանկացած ակումբ, որը դուրս գա Եվրագավաթ, ստանալու է ամբողջ ազգի աջակցություն, վստահ եմ։ Եվ նաև թիմի ղեկավարներն նշեցին, որ բնականաբար դա առաջիկա նպատակը դժվար թե լինի, որտեղ շատ բարձր նպատակ է, բայց հետագայում կարող է նման նպատակ դրվել, եթե ճիշտ ենք հասկանում, Դավիթ, հա, դա կարող է լինել 1 տարի, 2 տարի հետո, նաև Եվրագավաթ դուրս գալու նպատակը արդիական կլինի։ Բնականաբար կա այդպիսի, այս պայծրությամբ հեռահար նպատակ, որին պետք է քայլ առ քայլ մոտենել, քանի որ հասկանալի է, որ դա նոր միջոցների հետ է կապված, նոր որակի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ այդ ամենի համար, եւ ես հուսամ, որ ժամանակի ընթացքում նաև կհասնենք դրան, քանի որ Եվրագավաթները այսպես հայկական ակումբների համար միակ ճանապարհն են գումար վաստակելու համար։ Դա բոլոր ֆուտբոլասերների շահերից է բխում։ Մենք այս պահին ընդհատում ենք գովազդով, վերադառնանք մի քանի րոպեից եւ շարունակենք խոսել ֆուտբոլից։ Գնացինք։ Շարունակում ենք խոսել ֆուտբոլի մասին, այսօր մեր հյուրն է Բանանց ակումբի մամլոխոսնակ Դավիթ Գալստյանը, եւ մենք հիմա անդրադառնանք մեր ավանդական ռուբրիկային Վիվարոյի 5 րոպեն եւ քննարկենք այս ուիկենդին տեղի ունեցող Պրեմիեր լիգայի շրջանակներում կենտրոնական հանդիպման մասին, իհարկե։ Հենց այն խաղի մասին, որին դուք զանգահարում եւ գուշակում եք ով է դառնալու առաջին գոլի հեղինակ, իսկ մենք կգուշակենք թե ինչ այլ իրադարձություններ կարող են լինել, մասնավորապես Չելսիի հաղթանակը բավական բարձր է գնահատվում 1.98, ոչ ոքին 3.56 եւ Լիվերպուլի հաղթանակը 3.74, հաշվի առնելով որ Ստենֆորդ Բրիջում են խաղում եւ Չելսի վերջին դժվարությունները ես այս պայն զուգահեռաբար թերթում էի անգլիական մամուլը եւ տեսա որ արդեն մի քանի տեղ գրվում է Մորինյոյի հեռանալու մասին, որքան նա փոխհատուցում կստանա մոտ 20 միլիոն եվրո եւ արդեն խոսում են Paris Saint-Germain բանակցությունների մասին։ Դավիթը ժպտում է, երևի ինչ-որ բան գիտի։ Կարող է Մորինյոն էլի ժամանակ Երևան։ Չես ասում ես։ Այդ դեպքում իմ կարծիքով դուք բոլորին պետք է տեղեկացնեք, նաև վրացի գործընկերներին, ադրբեջանցի լրագրողներին, բոլորը կգան։ Իմ կարծիքով այդ խաղում Չելսին հաղթանակ կտոնի, ինչու, որովհետև Մորինյոն միշտ այս դժվար պահերին կարողանում է կենտրոնանալ եւ եթե իհարկե արդեն լրատվամիջոցներն են գրում, որ Աբրամովիչի բարկության այդ սահմանը հատվել է եւ 11 խաղում տեսնում ենք որքան վատ է հանդես գալի թիմը, եթե չեմ սխալվում, ընդամենը 3 հաղթանակ է տոնել, ապա այսօր 2 հաղթանակ, 3 ոչ ոք։ Այո, ապա այսօր կարծում Չելսին 3-5 շաբաթ ավելի ճիշտ Չելսին պարտավոր է հաղթել եւ իմ կարծիքով հենց դա էլ մեծ մոտիվացիա կլինի, չնայած վստահ եմ Չելսին կհաղթի, նրա գործակիցը 1.98 է հաղթանակի։ Իսկ կարող ենք հակառակը ասել։ Օրինակ, տես դու ասացիր Վերա, որ Մորինյոյի ֆակտորը կա, բայց ես կհավատայի քո ասացին մի դեպքում, եթե Կլոպը չլիներ այնտեղ, Կլոպն էլ իր ապացուցելու բան ունի եւ հենց սա հենց այդ հարմար խաղն է, որ նա ապացուցի եւ վերջնականապես հաղթանակ գրանցի, ինչքան գիտեմ չունի դեռ հաղթանակ։ Բայց Կլոպին դժվար հանել խաղից հետո։ Կողմնակից է որ Չելսին կպարտվի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում Չելսին չի հաղթի ուղղակի, թեկուզ տանը չի հաղթի։ Արտուրը կրկնում է իմ կարծիքը։ 2x Ես լիովին համաձայն եմ դրա հետ, եթե դիտարկում ենք վիճակագրությունը թիմերի վերջին տարիների, հա, Չելսին բնականաբար ունի առավելություն, վերջին 6 խաղերում չի պարտվել Լիվերպուլին, վերջին 3 խաղերում Ստենֆորդ Բրիջում նույնպես չի պարտվել եւ նաեւ իհարկե Մորինյոյի մեծ փորձը եւ այլն ինչի մասին նշեց Բերան, բայց ինձ թվում է ավելի կարեւոր է այստեղ ներկա մարզավիճակը թիմերի եւ ավելի շատ հոգեբանական վիճակը խաղացողների։ Այս առումով Չելսին շատ մեծ ճգնաժամի մեջ է գտնվում, հա, չի կարողանում հաղթել, պարտվում է հասարակ խաղերում, Մորինյոին որակազրկում են, նա կարող է նույնիսկ այդ խաղի ներկա չլինի մարզադաշտը մի խաղ բասկετողի թե չէ, որտեղ վաղը գավաթային խաղ ունեն Վեստ Ստոքսիցի հետ։
Եվ ես կարծում եմ, որ այս գործոնները հաշվի առնելով եւ ինչպես Արտուրը նշեց, Կլոպի գործոնը, որտեղ նա ավելի շատ է հաղթել Մուրինյոին, հա, անձնական այդ խաղերում 4 անգամ խաղացել է, չէ, Ռեալը Բորուսիայի հետ մի քանի տարի առաջ եւ 2 անգամ հաղթել էր Կլոպի թիմը։ Ես վստահ եմ, որ Չելսին իրոք չի հաղթի, այսինքն Լիվերպուլը կամ կհաղթի, կամ կխաղա ոչ խոթի։ Լիվերպուլի հաղթանակի վրա խաղադրույք դնելը կլիներ շատ ռիսկային իմ կարծիքով, 3.74 է գործակիցը, իսկ X2-ի գործակիցը, որ Լիվերպուլը չի պարտվի, 1.83 է, ինչը նույնպես ցածր չէ, ընդհանրապես ցածր չէ, բայց նաև հնարավորություն է ընձեռում լինել հաջողակ եւ վաստակել գումար։ Ամենամեծ հնարավորությունը ես կասեի այս դեպքում ոչ ոքին է։ Ամենամեծ հնարավորությունը։ Էլի ոչ ոքին որ դիտարկում ենք, այստեղ հավանականությունները ավելի նվազում, որտեղ միայն ոչ ոքի վրա այդտեղ աղդրուկ դնես, դա ավելի ռիսկային կլինի։ Ես խորհուրդ կտայի X2 դնել։ Իսկ բացի խաղային հաշիվներից, այլ օրինակ հավատում եք շատ գոլեր կլինեն թե քիչ, օրինակ Չելսիի պաշտպանությունը ոչ իր օպտիմալ։ Այո, Չելսիի պաշտպանությունը շատ վատ վիճակում, Չելսին անճանաչել է Մուրինյոյի թիմերից շատ է տարբերում այս տարվա Չելսին, հա։ Բայց նաև կան, այո։ Եվ այլ։ Մյուս կողմից Լիվերպուլը այդքան շատ գոլեր չի խփում։ Երկու խաղը մեկ է, հա, գոլ խփում։ Երկու անգամ 1-1 է խաղացել, մի անգամ 0-0։ Այս անգամ երևի 0-0-ի հետն է եւ ինձ թվում է այստեղ միգուցե իրար նեյտրալիզացնեն Չելսիի պաշտպանությունը եւ հարձակողական գիծը Լիվերպուլի շատ գոլեր չի գրանցի։ Ինձ թվում է 3 գոլից ավել չի գրանցվի այս խաղում։ Ես ուզում եմ 3 գոլեր չի գրանցի։ Ինձ թվում է 1-1 կամ 1-0 Լիվերպուլ։ Այնուամենայնիվ Լիվերպուլ այս հետաքրքրագույն խաղը մենք կդիտենք շաբաթօրը ժամը 16:45 րոպեն։ Չնայած Դավիթ դու ցանկացար մասնակցել Վիկտորինային, բայց ինտուիցիան քեզ ինչ է ավելի մոտ իրականությանը կողմից մեծ խոսքերից ում կհավատայր ավելի շատ։ Որպես մարզիչ ինձ իհարկե շատ ավելի համակրելի է Յուրգեն Կլոպը եւ ես ցանկանում եմ որ նրա այսպես խելա։ Դու դա 2 տարի առաջ էլ ասում։ 2 տարի։ Երբ որ ռեալի է խաղում Բորուսիա։ Ես նա շատ էի հավանում 2 տարի առաջ էլ, բայց իհարկե այդ խաղից առաջ ես չէի ուզենա որ հաղթեր այնել այդպես Լևանդովսկիի գոլերով, բայց հիմա մտածում եմ որ արդեն ժամանակն է որպեսզի Կլոպի ձեռագիրը տեսնենք եւ այդ խելառ ֆուտբոլը նաեւ Լիվերպուլում երևա։ Դժվար բայց ես նույնպես հույսում եմ որ Լիվերպուլը Չելսի չի հաղթի, հա։ Չելսին չի հաղթի։ Եվ դա երևի վերջին մեխը կլինի Մորինյոյի կարիերային Չելսիում։ Այսինքն ես այստեղ մեջների կյաժն եմ, ոնց ասեմ։ Դե այդպես էլ կա իրականում, կարող եք դիտել Ռադիովան FM կայքում հարգելի ունկնդիրներ։ Իսկ մենք շարունակենք խոսել եվրոպական ֆուտբոլի մասին։ Դուք կարող եք շարունակել զանգարել 560901 համարով, փորձել գուշակել թե ով է դառնալու առաջին գոլի հեղինակը Chelsea Liverpool խաղում, այնտեղ են մնացել Benteke-ն, այնտեղ կա Diego Costa խաղալու է, նրա դեռ հարցականի տակ է, որտեղ մարզավիճակը այնքան էլ լավ չի նրա մոտ։ Loic Remy կա այնտեղ, կա Oscar Կաշկրտել եղել այդ տարբերակը։ Գրվել է նրա անունը։ Ուրիշ Լիվերպուլում այդքան էլ տենց։ Բայց եկեք կարող եք կրկնել դուք եղած պատասխանը երկրորդ տեղը։ Հետաքրքիր է որ ինքնագոլ տարբերակը նաև կարող է աշխատել։ Դե մենք արդեն այդքան չենք խորանում, դա շատ բախտ կլինի, բայց Չէ, ինչ որ մեկը զանգարի, ասի ինքնագոլ կլինի։ Մենք ընդունենք այդ պատասխանը։ 560901 Չէ, կարելի 560901 զանգարեք դեռ մի քանի րոպե ունեք, ինձ այսպիսի հարց է հետաքրքրում մեր հյուրին եւ Արտուրին իհարկե։ Վերջին օրերին անընդհատ քննարկվում է, իհարկե տրանսֆերային պատուհանը սկսելուց առաջ քննարկվում է մարզիչների այդ ռոտացիայի մասին, անընդհատ խոսում է, որ Մորինյոն կարող է գնալ, Անչելոտին կարող է տեղափոխվել, Chelsea Guardiola-ի մասին անընդհատ խոսում են, որ նա Բավարիա չի շարունակելու պայմանագիրը։ Այս թոհուբոհի մեջ, հա, ինչպես եք տեսնում, որ թիմերին եւ ինձ հետաքրքիր է նաեւ Benitez-ի աշխատանքը ինչպես է գնահատում, որտեղ երկուսն էլ Ռեալի մոլի երկրպագուներ են։ Դավիթ Ես սկսեմ, որից սկսեմ, երևի Benitez-ից ցավոտ թեմայից սկսեմ, ես անբավարար եմ գնահատում նրա աշխատանքը, ոչ թե միայն նաև իր ցույց տված արդյունքները ընդհակառակ կարող են լավը լինել, այլ խաղը ինձ դուր չի գալի Benitez-ի։ Ես տեղ-տեղ անգամ տեսնում եմ Անչելոտիի թիմին, բայց երբ խաղեր է լինում, երբ որ մեռնելով է հաղթում, ասենց ասեմ, Ռեալը կամ էլ թե չէ ինչ որ հաշիվ է ուզում պայի եւ պատժվել է դրա համար, հենց Benitez-ի այդ տարբերակով մենք տեսել ենք անցած տարի որ նման բաներ չի եղել, ինչ հզոր թիմ ենք ունեցել եւ Անչելոտին ոնց է խաղացրել,
իր թիմին, այսինքն այտենց հազիվ հաղթանակներ չենք տարել, բացի այդ հաղթել ենք, անգամ կարող եք անցած տարվա առաջի կլասիկոն հիշել, թե ինչպես հաղթեց Ռեալը Բարսելոնային 3-1 հաշվով։ Եվ այս տարվա առաջին կլասիկոն շատ շուտով արդեն տեղի կունենա, եւ Դավիթ քո կարծիքում։ Ես Արտուրի բոլոր ասածների հետ իհարկե կհամաձայնեմ եմ, բայց երբ նայում եմ մրցաշարային աղյուսակին եւ տեսնում այնտեղ առաջին տեղ Ռեալին, ես էլ եմ շատ տխրում իրեն։ մնացած բաներ դառնում երկրորդական իմ համար, Առաջատարին հաղթեց շաբաթօրը, բայց դու եւ Բենիտեսի նշանակում էին դու նրան էիր սպասում թե այլ մարդ։ Ճիշտ է, ես ողջավորված եմ նրանով, որ Մադրիդ է վերադառնում, Մադրիդում ծնված մասնագետ եւ դա ինձ համար ես իրան որպեսի բաներ, երբ որ հարազատ քաղաքի մարդիկ Ազատ քաղաքում հաջողություններ են հասնում։ Համար դու ուրախացել ես Սարգիս Սովսեփյանը գլխավորեց։ Շատ Դավիթ։ Ռեալում վաղուց տես բան չէր։ Այդ առումով ուրախալ էր ինձ համար, բայց միևնույն ժամանակ ես նույնպես այդքան չեմ հավանում իր խաղաոճը։ Վստահ ես ասեմ, որ եթե Դավիթի ասացին պատասխանեմ, որ առաջի տեղ լինելը դա շատ կարճ կտևի, եթե շարունակվի նման վիճակը, այսինքն հետագայում եթե Բարսելոնան ինչպես ամեն տարի թափ է առնում երկրորդ խաղաշրջանում, շատ հնարավոր է որ մենք այս տարի եւս չդառնանք չեմպիոն։ Դու նկատեցիր ինչպես Հայկի աչքերը փայլեցին քո վերջի խոսքերից հետո, ցելի ռադիո ֆուտբոլասերներ դուք նույնպես կարող եք դիտել թե ինչպես են Հայկի աչքերը փայլում Radiovan.am-ով, այս պահին լսենք գովազդ, վերադառնանք եւ մի քանի ֆուտբոլային նորություններ միասին քննարկենք։ Ֆուտբոլային նորությունները, ամենաթեժ իրադարձությունները սպորտային այստեղ այս պահին Ռադիովանի եթերում, Ռադիո ֆուտբոլի հյուրն է Բանանց ակումբի մամլոխոսնակը Դավիթ Գալստյանը։ Այս պահին քննարկում ենք եվրոպական ֆուտբոլը, նաև ասեմ, որ մեր Վիկտորինայի մասնակիցներին ավելացավ Դանիել, ով ասում է, որ 0-0 է ավարտվելու, վերջերս 0-0 հաշիվը տրենդային է դարձել, PSG Real, Manchester United, Manchester City եւ հիմա Chelsea Liverpool, ամեն ինչ հնարավոր է, ֆուտբոլը հարուստ խաղ է։ Վերա լսում ենք քեզ ինչ նորություններ մեզ կներկայացնես։ Մի քանի նորություններ կարդանք եւ քննարկենք, գիտենք դեկտեմբերին տեղի ունենալու FIFA-ի նախագահի ընտրությունները, ով կփոխարինի Բլատերին եւ Արտուրը չի առաջադրվելու, ես արդեն գիտեմ։ Ես շատ կողմ կլինեի Ռուբեն Հայրապետյանը լիներ։ Իդեպ նման նորություն է ես կարդալ, Ջանի Ինֆանտինոն է ասել, որ առաջադրվելու է, մենք գիտենք նա UEFA-ի մամլոխոսնակն է, չէ՞։ Մենք նրա դեմքը շատ հաճախ տեսնում ենք վիճակագրությունների ժամանակ։ Ով 7-8 լեզվով խոսում է, գնդակները հանում է այդ վազաներից, հա, ապակյա եւ թիմերի անունները ցույց է տալիս։ Ես զբաղացնում եմ ֆուտբոլիստներին կողքից խոսելը։ Ինքը փաստորեն միայն դրանով չի զբաղվում, այլ նաև լուրջ պաշտոն է։ Բայց իդեպ ասեմ, որ մի քանի աղբյուրներում ես նրա կենսագրությունը շատ եմ կարդացել, գրված է, որ նա արմատներով հայ է։ Այո, եւ եթե պարզի որ նա հայ։ Դա ունի առանձին գիրք, որտեղ գրած է Գարմիանն է հայ, Ջանի Ինֆանտինոն է հայ, Էլ Ալեսանդրո Դել Պիերոն է կիսոչափ հայ։ Եվ եթե այդպես լինի, իմ կարծիքով հայերը կմիանան եւ կքվեարկեն Ջանի Ինֆանտինոն։ Ինշալլա դուր եկա որ մամուլոք արտուղարը կարող եմ յոր դառնալ։ Այո։ Այսօր Դավիթը կգնա տուն։ Եթե նախադեպը լինի Հայաստանում նաև չի բացառվում։ Դավիթի հավակնությունները միանգամից աճեցին այս պահին։ Լավ նորություններից Հենրիկ Մխիթյանը արդեն մարզվում է եւ ամենայն հավանականությամբ Բավարիայի հաջորդ խաղը նա կխաղա։ Իսկ հիշեցնենք, որ հաջորդ խաղը լինելու է հենց վաղը Գերմանիայի Գավաթի շրջանակներում 1-8 եզրափակիչն է, իսկ ում է դա խաղալու Բորուսիան դա կասենք քիչ ուշ, որտեղ ավելի հետաքրքիր է թե ում է դա խաղում Բավարիան խաղում է Վոլսբուրգի հետ, թիմին, որին նա ջախջախեց առաջնությունում եւ Լևանդովսկին դարձավ երևի ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ պենտատրիկի հեղինակը, բայց դրանից առաջ Վոլսբուրգին պարտվեց Բավարիան Գերմանիայի սուպերգավաթում եւ Գվարդիոլան արդեն հերթական երրորդ անգամ պարտվում է Գերմանիայի սուպերգավաթում, չի կարողանում այդ մրցանակին տիրանալ։ Հետաքրքիր խաղ կլինի։ Միգուցե այստեղից էլ դուրս մնա Բավարիան։ Հայկի կրկին աչքեդ փայլեցին եւ ես ինչ հետաքրքիր նորություն եք թե եւ շեղվեցի։ Դա ֆուտբոլային չէր, լավ։ Հիմա մենք ֆուտբոլային նորություններից խոսենք։ Իտալիայում հետաքրքիր խաղ տեղի ունեցավ այս weekend-ին, ֆավորիտներն էին խաղում, այսինքն առաջատարները ֆավորիտներ երևի այդքան էլ չեն։ Ֆիորենտինան սեփական հարգի տակ ընդունում էր Ռոմային, առաջին երկրորդ տեղ զբաղեցնող թիմերն էին, եւ Ռոման հաղթեց շատ լուրջ հաղթանակ, լուրջ հավակնություն չեմպիոնության համար, բնականաբար 9 տուրից հետո երևի այս հարցը շատ բաց է, չի կարելի խոսել չեմպիոնության մասին, բայց Ռոման հիմա օրինակ 8 միավոր ավել ունի, քան Յուվենտուսը իր մշտական մրցակիցը վերջին տարիներին։ Բայց այդպես արդեն եղել է իր վիճակը եւ կարող է պայքարել։ Երկրորդ, երրորդ տեղում են Նապոլին եւ Ֆիորենտինան, թիմեր, որոնք
ձևականորեն երևի կպայքարեն միջև վերջ, բայց վերջում ինչ-ինչ պատճառներով հետ Ցավոք Միլանի վիճակը լավ չէ։ Միլանի վիճակը լավ չէ։ Ում համար ցավոք։ Բայց Միլանի երկրպագուները։ Վերջին խաղում Միլանը հաղթեց, ինչն է հետաքրքիր, նրանց դարպասապահն 16-ամյա մի պատանի, Այո։ որը դարձավ իր ամենաերիտասարդ երկրորդ խաղացողը Միլանի պատմության մեջ Պաոլո Մալդինիից հետո։ Դպրոցական էր փաստորեն։ Դպրոցից խնդրվեց 2 դաս չգիտեմ։ Ֆիզկուլտի ժամին։ Այո։ Ընդունենք հեռախոսազանգը հերթական, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Դիանա հետ ենք խոսում։ Այո։ Շատ հաճելի է Դիանա, լսում ենք ձեզ, նայելու եք Չելսի Լիվերպուլ հանդիպում։ Իհարկե նայելու եմ։ Եվ ում եք երկրպագելու նախ եւ առաջ։ Լիվերպուլին։ Ով է խփելու առաջին գոլը, Չելսին։ Այո։ Չելսին է խփելու, ավելի իրատեսական եք եւ Պետրոն է խփելու։ Պեդրոն Չելսից կխփի գոլը։ Գրանցեցինք Այսօր երկու անգամ Պետրոն հիշեցինք։ Շնորհակալություն զանգի համար Դիանա։ Դիանա սուբյեկտիվ է։ Նա Բարսելոնա երկրպագու է եւ դրանով Պետրո է։ Այո, ճիշտ հիշում ես։ Եվ վերջում մեկ շատ կարևոր ֆուտբոլային նորություն, անգլիական Independent պարբերականը հայտնել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում 2 ֆուտբոլիստ կան, որոնք համասեռամոլ են եւ շատ շուտով պետք է coming out, այդպես են ասում, պետք է բացահայտեն այդ մասին եւ առաջինը շտապել է հերքել Լյուկ Շոն։ Ես այդ ուզում ասեի, հենց այդ նորությունը տարածվեց Լյուկ Շոն Twitter-ում գրեց դա ես չեմ։ Դրանով արդեն բացահայտելով որ դա ինքն է։ Հիմա նյուսին է սպասում։ Ելով է հերքելու դա Twitter-ում։ Եվ ոչ մեկ չի էլ իմանա որ դա Ռունին էր։ Այո։ Մտածում եմ Յայա Տուրեի վրա էլ այնտեղ հարցեր։ Դա սպասենք Twitter-ին հետևենք շատ ուշադի։ Իսկ մենք ունենք 3 րոպե վերա, խնդրեմ մի քանի այլ դրական նորություններ կարող։ Բայց եթե լուրջ խոսենք Chelsea-ի վերջին պարտությունը։ Որտեղ Մաուրո Գևգևոզյանը կարմիր քարտ է ստացել, դա ուրախ նորություն։ Դա ուրախալի չէ, ինձ թվում է, չնայած միգուցե ոմանց համար ուրախալի է։ Եվ Մաուրո Գևգևոզյանը, ինձ թվում է նա այլևս չի հրավիրվի։ Ուր թիմ կարմիր քարտ է ստանում։ Բայց կարմիր քարտ ստացավ նաև Ժոզե Մաուրինյո վերջի խաղին, հիշում ենք, դա չենք տեսել, որովհետև ընդմիջման ժամանակ էր, երբ ուզում էր նա մոտենալ մրցավարների սենյակ, ինչ որ բան ասել, չնայած ինքը ասում ուզում էի մտնել ջուր խմել ընդամենը, բայց ոչ իրեն չի հավատում։ Ես խառնել էի սենյակից։ Եվ հիմա հետաքննություն են իրականացում նրա նկատմամբ, կարող է նա բաց թողել հենց Լիվերպուլի հետ հանդիպում, ինչը լուրջ կորուստ կրի, Մատիչը կարմիր քարտ ստացավ վաղվա գավաթային հանդիպումը, ված կթողնի, այսինքն Chelsea շուրջ հիմա շատ լուրջ խնդիրներ են։ Իսկ այսօր նաև մենք ունենք սերիայի հերթական հանդիպում, առաջատարներից մեկն է խաղալու, Բոլոնիան Ինտերին կընդունի սեփական հարկի տակ, եւ այդ խաղը կարող եք դիտել 22:45 րոպեից NTV+ ֆուտբոլ ալիքով, որը հեռարձակում է մեր հաղորդման գործընկեր Ucom ընկերությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ սպորտային ալիքներ։ Հիշեցնենք նաև, որ Vivaron-ն է մեր գործընկերը։ Կարող եք դեռ, չնայած երևի արդեն ֆիզիկապես չեք հասցնի զանգարել մեր վիկտորինային, ունեցանք այսօր մի շարք կարծիքներ, թե ով կխփի առաջին գոլը Chelsea Liverpool հանդիպումում։ Շաբաթօրյա մեր եթերում կամփոփենք արդյունքները, հույսով ենք ունենանք հաղթող։ Ինձ թվում է առաջիկա ուիկենդներին մենք կգնանք անպայման բանանցի խաղին, երեքով, հետո տպավորություններով կպատմենք։ Դավիթ դու կգաս մեր հետ։ Ես ձեզ կդիմավորեմ գրկաբաց։ Այո, եւ ասենք որ վաղը մի շարք հանդիպումներ կան այս սերիայի, եթե իհարկե սիրահարեք այդ առաջնության 23:45 րոպեին արդեն ասացինք, որ շաբաթօրը Եվրոպան փոխել է իր ժամային գոտին եւ շատ ուշ են սկսվելու խաղերը Չեմպիոններ լիգայի 1 ժամ ուշացումով 23:45 դիտելու ենք։ Նաեւ եւս մեկ ֆուտբոլային նորություն, որը մի քիչ քաղաքականացված է իհարկե։ Գիտենք, որ Բարսելոնայի շուրջ շատ լուրջ խնդիրներ կան, երբ Կատալոնիայում անցկացվում է հարակվե, կարող է Կատալոնիան առանձնանալ Իսպանիայից եւ այլն։ Եվ հարցը բարձրանում, եթե այդպես եղավ, որտեղ է Բարսելոնա խաղալու։ Բնականաբար Կատալոնիայի առանցություն չի լինի, որտեղ այնտեղ այլ մրցակիցներ հավասար չկան։ Իսպանիոլի հետ կխաղան ամբողջ։ Իսպանիոլի հետ կխաղան, բայց այնտեղ երկը երևի պարզ է միշտ։ Ֆրանսիայի վարչապետը Մանուել Վալսը մեկնաբանեց այն նորությունը, որ Բարսելոնան կարող է նաև համալրի առաջին լիգայի թիմերի կազմը եւ ասեց, եթե Մոնակոն է խաղում Ֆրանսիայի առաջնությունում, իսկ Մոնակոն դա առանձին պետություն է, ինչու Բարսելոնան չի կարող խաղալ մեր կազմում։ Եվ հիմա միանգամից ողջավորվեցին Ռեալի երկրպագուները, Ռեալի 32 տիտղոսին եւս 32-ը կմիանա մի քանի տարում,
Շատ տխուր կլինի այդ փաստը։ Իհարկե դա անհեթեթություն է այդպիսի բան, ոչ Բարսելոնայի երկրպագու, պատկերացու կլասիկո չլինի տարին 2 անգամ։ Ինչով են ապրել։ Մենք էլ Ռեալ չենք երկրպագի։ Ինձ թվում է դա միակ պատճառն է, ինչու Կատալոնիան չի առանձնանա, որովհետև վերջերս Կատալոնիայում ովքեր եղել են գիտեն, բոլորի գրեթե բնակարաններից կախված էր Կատալոնիայի դրոշը, այսինքն նրանք իրենց այդ ըմբոստությունն էին արտահայտում եւ ցանկանում են առանձնանալ, բայց իհարկե երբ հարցը գնում է Լա Լիգային, այդ ժամանակ արդեն կասկածում են արժե առանձնանալ թե ոչ։ Բնականաբար։ Հարգելի ունկնդիրներ, մեր ժամանակը արդեն սպառվեց, երբ հետաքրքիր հյուրեր ունենք, հետաքրքիր զրույց է, ժամանակը ուղղակի ֆանտաստիկ կերպով Բոլորին կոչ ենք անում առաջիկա ուիկենդին, երբ է Բանանցի խաղը Դավիթ։ Նախ վաղն է առաջիկա խաղը։ Վաղը արտագնագավաթեն խաղ Ուլիսի դեմ, իսկ հոկտեմբերի 31-ին 15:00 Բանանց մարզադաշտում հյուրընկալելու է Բանանցը Շիրակին։ Այսինքն հոկտեմբերի 31-ին լսում եք ռադիո ֆուտբոլ հաղորդում եւ միանգամից վազում Բանանցի։ Ինչպես անելու ենք մենք շաբաթ օրը մեր եթերից հետո կհանդիպենք շաբաթ օրը Դավիթին շատ մեծ շնորհակալություն, որ ընդունեց մեր հրավերը, միշտ հետաքրքիր է քեզ հետ շփվել, Բանանցին հաջողություն ենք մաղթում, բոլոր նպատակները իրականանան, լուրջ հավակնոտ ծրագրեր ունի թիմը, Արթուր շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք, կհանդիպենք շաբաթ օրը ռադիո Վանի եթերում։ Տեսում։ Շնորհակալություն։